Շնորհակալություն բարև ձեզ։ Երևանից եք զանգում։ Գասեք հաստատ։ Այս պահին գտնվում ենք քաղաք Երևան 103 ծառայության օպերատիվ բաժնում։ Ծառայության զանգերի անխափան եւ առավել արդյունավետ աշխատանքի համար ներդրվել է E1 կապուղի, նաեւ զանգերի մոնիտորինգ եւ ձայնագրությունների սարքավորումներ, որոնց շնորհիվ բաց թողված զանգերը գրեթե 0 են։ Կանչերի քանակը հասնում է օրական 800-ից մինչև 850։ Ձմռան ժամանակաշրջանում, քանի որ վիրուսային հիվանդություններն են արդեն ավելանում, կանչերի քանակը դառնում է մինչև 1000։ 2024 թվականին ներդրվել է պլանշետների միջոցով կանչերի էլեկտրոնային մուտքագրման համակարգ, ինչը բավականաչափ հեշտացրել է մեր աշխատանքը։ Դա մեզ հնարավորություն է ընձեռնում շատ հստակ արձանագրել եւ մեկնելու եւ ժամանելու ժամանակահատվածը։ Մենք անմիջապես կարող ենք բուժառուի հետ հեռախոսազանգով կապնվել, ինչպես նաեւ GPS համակարգի միջոցով տեղեկանում ենք բուժառուի գտնվելու վայրի մասին, նաև ներդրվեց բուժառուի անձնական տվյալներով նույնականացման համակարգը, որը նույնպես շատ հեշտացրեց մեր աշխատանքը։ Շտաբուժօգնություն հակբաժանական ընկերությունը կայուն քայլերով գնում է դեպի զարգացման։ 2024 թվականին ամբողջովին փոխվել է ընկերության աշխատակիցների ամառային եւ ձմեռային համազգեստները։ 2022 թվականին ունեցել ենք շուրջ 141 միլիոն դրամի վնաս, 23 թվականին ունեցել ենք 9 միլիոն դրամի արդեն շահույթ, 24 թվականին ունեցել ենք 95 միլիոն դրամի շահույթ, իսկ 25 թվականի վերջին 6 ամսվա կտրվածքով արդեն ունենք շուրջ 168 միլիոն դրամ շահույթ։ Շտաբուժօգնություն ընկերությունը կատարում է ամեն ինչ, որպեսզի հանրությանը մատուցի որակյալ ծառայություններ։